Դե նախորդ բանում նայեցինք այդ զուգահեռ մի քիչ տարբեր ծառեր աճացնելը իրարից, overfitting-ի դեմ պայքարեցինք, բայց հիմա եկեք տեսնենք, թե մեր մյուս մոտեցումը որն էր։ Հիմա արդեն նայելու ենք նրանց, որ մի հատ ծառ սարքելու ենք, հետո դրանից հետո ուրիշն ենք սարքելու, հետո դրանից հետո ուրիշն ենք սարքելու եւ այլն եւ այլն։ Գնայինք ընդհանուր այդ բուստինգի գաղափարը, հետո կխոսանք մի երկու սլայդով զուտ AdaBoost կոչվածից, որը մի քիչ ավելի հին ալգորիթմ էր, որը բավականին շատ ինտուիցիա կտա այդ մոտեցման վերաբերյալ, թե ուշադրություն դարձրու սխալվածներին, հետո բարձրացնենք կգնացնենք այն իսկական gradient boosting-ին ու նաև կհասկանանք, թե ինչի է ինքը gradient կոչվում, հետո կգանք ռեգուլարիզացիային, թե որտեվ սրանք նախորդի ժամանակ ռեգուլարիզացիայից չենք խոսում, որտեվ ինքը միանգամից ռեգուլարիզացիայի դեր էր տանում ըստ էության, էլի ինքը overfitting-ը նվազեցնում էր։ Այս gradient boosting-ը ինքը իրականում տենց ահա որ ագրեսիվ overfit անող ալգորիթմ է։ Պատկերացրեք, ոնց որ հերթով ամեն մեկը նախորդի սխալները նայի։ Այնա իտոգի գալու են սաղ սխալները բռնացնեն հասկանան, էլի, տրեյնինգի տվյալների վրա։ Դրա համար ռեգուլարիզացիայի հարցը միանգամից ակտուալ է դառնում իր համար։ Ու հետո մի քանի պրակտիկ բանից ենք խոսալու։ Ու նաև այսօրվա վերջին թեման մեր մոտ լինելու է, որով նաև ծառերի թեման սահմանափակելու ենք, այդ ավելի տենց խելացի ու սպეციფიկ տենց պրակտիկայում օգտագործող ալգորիթմներից ենք խոսալու, որ լիքը բաներ, որոնք որ որպես պրիմիտիվ մոտեցում ենք ստեղ օգտագործել, տեղը տեղին խելոք բան մոտեցումներով են գալու, ու նաև ինչ որ տարբեր տեղերից խելոք գաղափարներ են օգտագործում, ասենք նեյրոնային ցանցերից եղած դրոփաութի գաղափար բերեն կամ մի խոսքով լիքը խելացի ուժեղ բաներ ենք նայելու նաև վերջում, նաև ձեզ մի մասի կողմից նախորդ դասերում առաջարկածից, օրինակ հիշում եմ լավ միտք կար, որ այս one hot encoding-ը որ անում ենք, տենց լիքը 0-1 էր բերում, ու տենց միացյունը տենց լրիվ համարյա ամեն ինչ 0-ը մի հատը 1, սյուների քանակը ահագին մեծանում է, այնտեղ exclusive feature bundling-ի գաղափարից ենք խոսալու, որ LightGBM-ը օրինակ բան է անում, խելոք ձևով իրար միավորում է լիքը սյուներ, կամ օրինակի համար խոսում ենք, որ ծառը պետք է բռնենք, ասենք այս մեր արժեքներն աստեղ, իրան կիսում ենք, ասում ենք ամեն մեկի միջնակետով, բայց սա խայտառակ շատ կիսումներ է ու բավականին անիմաստ լիքը դեպքերում էլի, խոսելու ենք արդեն հիստոգրամների հիմքով կամ բան, percentile-ների հիմքով կիսելու ձևերից, մի խոսքով, ասենց ասած, հիմա սովորական boosting-ը կնայենք իր գաղափարով, հաջորդ լեկցիան կլինի professional boosting-ը, ասենց ասած, էլի, այն ինչը իրոք պրակտիկայում ամեն օր օգտագործվում է, էլի, աղյուսակային տվյալների համար։ Ընդհանուր այս բանը եկել է տեսական աշխարհից ինչ որ չափով, հարցադրում է եղել, տենց բանում գրականությունում 88 թվականից կարա թույլ մոդելը, որը որ մի պստիկը ավելի լավ, քան յաբախտին, ունենա ինչքան ուզենք լավ արդյունք։ Այսինքն ունենա ասելս իրան կարանք շատ պրիմիտիվ մի քիչ մի պստիկ ռանդոմից լավ մոդելներ իրար միավորենք, որ ստանանք լավ հզոր պատասխան, ու իր պատասխանը եկել է, որ այո, կարանք։ Մի քիչ ավելի հին մոդելներից մեկը AdaBoost-ն է եղել, որը օգտագործել է տենց նույնիսկ իրան ծառ չենք կարող անվանենք, իրան անվանում են stump, այս stump-ը բան, կաղնին է, կաղնի ասես են, որ կտրում ենք տակը մնում է, չգիտեմ բառը, stump-ը այսքան ինքը պրոստը այսպես մի հատ կիսվում, if else, всё, նույնիսկ երկուս չի խորություն, էլի, if else-երով բռնել են մարդիկ մոդել են սարքել, ու այսօր դրանից ենք խոսալու, երբ որ հաջորդական իրարից խիստ կախված ամեն հաջորդը նախորդի սխալների հիմքով իրար տենց գումարելով միավորելով ստանում ենք մոդել, որ bias-ը լավ հավեսով կրճատում է, մեկ-մեկ կարող overfit անի, բայց overfit անելը ավելի հաճելի պրոբլեմ է, որովհետև կարանք ռեգուլարիզացիայով ոնց որ կարանք չափից շատ խելոք, ճակերտավոր խելոք մոդելին կարանք մի քիչ դամբուլացնենք, բայց դամբուլ մոդելին խելոք սարքելը ավելի լուրջ պրոբլեմ է։ Դրա համար նաև ասենք ավելի շուտ կանենք boosting, հետո իր գլխից ռեգուլարիզացիա, ոչ թե random forest։ Բայց հա, գանք մի հատ ավանդակում տեսնենք, թե ինչ է անում ինքը, ոնց է անում։ Սա լավ հին մոտեցում է, այս AdaBoost-ը ուղղակի ոնց որ որպես վետերան իրան է ուսումնասիրենք, բայց հետո գալու ենք այդ gradient boosting-ի մասին, ու gradient-ը մեր իմացած gradient-ն է լինելու, էլի ինչ որ չափով։
ածանք բազմաչափ ածանցիալ։ Բայց ինքը սենց է անում։ Ասում է սկզբում ունեմ իմ տվյալները, այս տվյալները ունենալու են բոլորը նույն քաշը, ասենք 1/3 բոլորը կամ պրոստը 1 ստե գրեմ։ Իրանց համար գուշակություն եմ անել։ Սա իմ մոտ y իսկականն է, ինչ որ y գլխարկ եմ հաշվել։ Օրինակի համար ու stamp եմ օգտագործում, էլի, այսինքն մի հատ if else-ը։ Բռնելու է այսպես կիսի ասա։ Սենց որ կիսեց, այս կարմիրով ընդգծվածները սխալ են լինելու, չէ՞ մեր մոտ։ Հիմա ասելու է գնա բռնի այն կետերը, որոնց վրա որ սխալ ա եղել, իրանց քաշը մեծացրում։ Այսինքն հաջորդ ծառին, ասա գիտես ինչ, ինձ կարևոր է, որ դու այս ընդգծվածներից վրա լավ աշխատես։ Այսինքն ինքը քաշելը բռնելու է, ասենք 1-1-1-ը դասնի 3, ու եթե այս մյուս երկուսի վրա ճիշտ է եղել 0.5, 0.5։ Այս պատահական թվեր որպես էլի։ Ըստեղ այս բանով նայում ենք, որ այս կարմիր ընդգծվածները որ կան, նայեք, մնացել են այսպես մեծ չափի։ Այս ներքևի կտորը, այսա, որ ճիշտ է եղել։ Իրանց այս կետերի տրամագծերը, որ փոքրացել են, նկատի ունենք, որ ոնց որ իրանց այդ տողերի քաշը փոքրացրել ենք։ Ու դրանից հետո ասենք այս մոդելն ենք օգտագործում, այս sense-ը ինքը կիսում անելու, որ արդեն մեր մոտ այստեղ է սրանց այստեղ եղած սխալները դզի էլի, որտեղ այս մեծ չաղոները իրանց վրա են քաշելու էլի։ Նայեք, այս ամենաչաղոից ձախ է ինքը կիսում էլի։ Այսինքն որ անենք, իրան գումարելու ենք առաջինին, ու դրանից հետո արդեն այս սրանց վրա կարա սխալ լինի։ Դրանից հետո արդեն հաջորդ փուլում այս սրանցը ավելի շատ քաշ տրվելու։ Նայեք, այս 3 հատ լիքոտ կետերը սխալ են մնացել, հաջորդում իրանք արդեն բան են դառնում մեր մոտ, դառնալու են ավելի տենց մեծոտ, իսկ ստեղ այս կապույտը այն ժամանակ բաներ, կամ որ կապույտը վերցնենք, որ ավելի լավ երևա, բայց հենց այս կապույտը այն ժամանակ տենց լիքոտ էր, հաջորդից հետո ավելի փոճուր կդառնա։ Ու այդտենց իտերատիվ շարժվելու ենք, էլի, այսինքն մոտեցումը էսա։ Բռնի մի հատիկ sense if else սարքի, կամ կարա ուրիշ մոդել է լինի, էլի պարտադիր չի, բայց ստանդարտն եմ ասում։ If else-ը կշռված ձևով բան է, այդ կշռված մասը ինչ որ չափով արդեն մեծ ծանոթ է, չէ՞։ Այն բան տվյալների դիսբալանսի շուրջ ասում ենք, որ կարանք ինչ որ տողերին ավելի շատ քաշ տանք, ուղղակի այդ մեր էմպիրիկ ռիսկի մինիմիզացիան դարձնում ենք կշռված էմպիրիկ ռիսկի մինիմիզացիա։ Այստեղ հստակ բանաձևեր կա, որ իրականում տես սուպեր դժվար չեն, ուղղակի որ շատ ակտուալ չէ, չեմ խորացել բացատրելու վրա, բայց ու նաև StatQuest YouTube-ի ալիքը բավականին լավ վիդեո ունի սա բացատրող։ Սխալ հաշվում ենք, նայում ենք սխալանքները, ըստ դրա կշիռ ենք տալիս։ Ինչպես նաև ամեն ծառին մենք ոնց որ հերթով իրար վրա ծառեր ենք սարքում, գուշակություն անելուց պետք է այս բոլոր ծառերին ասենք դե հələ ձեր կարծիքը ասեք, այսինքն բռնենք այս ծառերի գուշակությունները իրար գումարենք, իրենց նաև քաշ ենք տալիս։ Այդ քաշը իմաստ նրա, որ ինչքան ավելի ճիշտ է ծառը իրան բան գուշակություններ անում, այդքան իրան շատ քաշ ենք տալիս։ Էլի շատ տրամաբանական է, ոնց որ բանիմաց մարդուն ավելի շատ ենք լսում, քան անկապ խոսացողին։ Այդտենց իր քաշը ըստ էրորի բանաձևով հաշվում ենք, հետո կշերտները փոխում ենք ու գնաց։ Նույն բանով շարժում ենք։ Ուհա, այդ մոտեցումը որ գնում ենք, սխալանքը նայեցինք, ըստ դրա քաշերը փոխեցինք, գնացինք առաջ եւ այլն։ Հա, ստանում ենք արդեն մոդել, որը որ նույն մեր պրիմիտիվ մի հատիկ կիսվելը արդեն գալիս է շատ ավելի հետաքրքիր օրինաչափություններ մեր մոտ բռնացնում, էլի։ Այստեղ կարող է շատ չի նկատվում, բայց ասենք այստեղ օրինակ այսպես էլ է ինքը կիսվում, էլի։ Բայց սա որպես տես ներածություն այդ հաջորդական ուսուցման վրա, սրա նաև ինչ որ չափով, եթե մի քիչ բանաձևերի մեջ ստեղ խորանենք, ընդ լոգարիթմ, հետո էքսպոնենտը հաշվել եւ այլն, իրան ինչ չափով ասում են ոնց որ exponential loss-ով boosting, բայց մենք հեսա կնայենք շատ ավելի ճկուն ընդհանուր կոչված forward stage-wise additive մոդելը, որ քայլ առ քայլ առաջ գնալով իրար գումարելով շարժվում է, ու արդեն ավելի նորաձև մոտեցումներին կհասնենք։ Հարգություն, ես մի հատ հարց ունեմ։ Խնդրեմ։ Իրականում ես այն մասը լավ չհասկացա, որ հաջորդ քայլի վրա որոնք էին փոքրանում ու որոնք մեծանում, այսինքն սխալները, եթե այդ մասը չընկալեցի։ Ահա, այս սլայդի վրա։
Եկեք ստեղ մի հատ փոքր օրինակով թողնի մենք այդտեղ երկու հատ բան օրինակ ու գուշակությունները իրանց թիրախները 1-0 է։ Հիմա մենք իրանց գուշակել ենք 0-0։ Հիմա երկրորդ մոդելը որ սարքելու լինեմ, կարամ իրան ասեմ, գիտես ինչ, այս երկրորդ տողը իդեալական աշխատել է։ Մի քիչ էքստրեմալ դեպքով եթե նայեմ, հաջորդ մոդելին ասեմ, գիտես ինչ, վերցրու այս ստեղ գրածը քաշն է, էլի թե ներողություն, ստեղ գրածը տողներ։ Այստեղ սկզբում իրան երկու տվյալ եմ տալիս, այստեղ x-երը թող ինչ որ արժեք լինի, էլի կապ չունի, x1, x2։ Այստեղ նայում եմ, որ սա ճիշտ է արել, հաջորդ փուլում իրան ասեմ, ես ես իմ տողերի քաշերը, այսինքն ես իմ x1, x2-ը որ կա, իրենց իսկական 1-0 արժեքները որ կա, իրենց տալիս եմ 0 քաշ այս առաջինին, 2 քաշ այս երկրորդին։ Այսինքն ես ասում եմ, դու սրա վրա ինչքան սխալվես, ես քեզ կրկնակի շատ եմ դրա համար պատժելու։ Իսկ սրա վրա եթե սխալ ես, ինձ 1000 տարի հետաքրքիր չի, որտեղ դու այս սխալը չէիր արել։ Ես չեմ ակնկալում, որ դու հիմա սկսես նորից այս սխալը անել։ Այսինքն իր միտքը ուղղակի իրան հեսա gradient boost-ի ժամանակ շատ ավելի մաքուր կտեսնենք այդ սխալների վրա սովորելու գաղափարը։ Բայց ուղղակի նայի գուշակություն, որի վրա որ ճիշտ է արել, քաշը նվազեցրու, որի վրա որ սխալ է արել, քաշը մեծացրու։ Ու տենց։ Այստեղ մի քիչ մոտավորապես եմ ասում, էլի, հենց այսպես չի արվում, կամ այդ հենց երկու անգամ ավելի կարևորով չի լինում, բայց ամեն դեպքում գաղափարն է այստեղ ավելի շատ կարևոր։ Okay, բայց սա ոնց որ ավելի շատ նրան էր նման, որ մենք այս մեր տվյալները ունենք, առաջի մոդելը իրենց վրա աշխատեց, հետո երկրորդ մոդելին ասում ենք, գիտես ինչ, այս կտորին ավելի ուշադիր եղի, հետո երրորդին ասում ենք, գիտես ինչ, դու էլ արդեն այս կտորին ավելի ուշադիր եղի, ասենք շատ ավելի ուշադիր եղի։ Եվ այլն եւ այլն։ Այսինքն մենք տողերի քաշերը փոխելու մակարդակով ենք առաջ շարժվում։ Սա այդքան էլ հենց ուղիղ սխալներ սովորել չէ։ Այսինքն սա շատ նման է նրան, որ թեստը լուծեցի 5 հատցանի։ Երկրորդ ու երրորդի վրա տանջվեցի, մյուս անգամ երկրորդ ու երրորդն եմ պարապելու, էլի։ Այս է տենց մեր մոտ։ Այն մյուս մոտեցումը, որ հեսա նայելու ենք, լինելու ասենք ունեի ստեղ բան, ասենք 1-0-0-0-1 իրական արժեքներ։ Գուշակեցի 0.8, 0.9, 0.1, 0.3, ասենք 0.6։ Հիմա նայում եմ ի սխալները ինչքան եղել։ Այս մեկի սխալը 0.2 է եղել, այս մեկինը 0.9, ճիշտ նույնիսկ -0.2։ Սրանը չէ, ներողություն, եթե սրանից եմ հանում, սա 0.2, սրանը -0.9, -0.1 եւ այլն, ու հաջորդ մոդելին ասեմ փորձի գուշակել հենց այս սխալանքները։ Այդ արդեն մեր մոտ բանն է։ Անիչն։ Արդեն հիմնական բուստինգի լուքն է։ Այսինքն մոտեցումը հենց կոնկրետ այսպես է։ Սկսի շատ հասարակ մոտեցումից։ Թող լինի մեր տվյալները, օրինակ այսը։ Ամենահասարակ մոտեցումը, եթե միջին քառակուսային շեղում ենք նվազեցնում, իր այդ օպտիմալ կոնստանտ մոդել կոչված բանը, այսինքն եթե պետքա նույն բանը գուշակենք, լինելու է զուտ միջին գուշակել։ Այսինքն ես վերցնում եմ f0-ն y-ների միջին։ Այսպես։ Հիմա եկեք տվյալներում գծեմ առաջի տողը, այս լինի առաջին արժեքը, սա երկրորդը, սա երրորդը։ Սա ոչ թե x-ի առանցքներն է, այլ սյուներն են։ Հիմա այստեղ տվյալներում ունենալու եմ 1, 2, 3, այս իմ տվյալները ինչ որ x1, x1, 1, x1, 2, x2, 1, x2, 2, թող լինի 2 սյունանոց, x2, 3 եւ այլն։ Ու իմ առաջի մոդելը գուշակություն է տվել, եկեք ստեղ թող լինի միջ թվեր տամ 4, 5, սա թող լինի 7, սա թող լինի 3։ Իմ առաջի մոդելը գուշակություն է տվել 4 էր։ Իրականում արժեքը եղել է մեր մոտ համապատասխանաբար, չէ, ներողություն, միջինը 5-ն էր։ Գուշակությունը տվել 5, իրականում արժեքը եղել է 4, 7, 3, այսինքն ինքը սխալվել է ամեն մի փուլում բանով 1-ով, -2-ով ու -3-ով։ Չէ, 5-ից -3-ը -3 չի անում, 2-ով։ Այսինքն ստեղ նայեցի, թե ամեն մեկը ինչքան է սխալվում։ Բայց մոտ իմ f0-ն էր, առաջի մոդելը։ Հիմա ես ուզում եմ նոր մոդել սարքեմ, որ իրան ավելացնեմ ես իմ նոր բանին, ու ինքը արդեն լավ գուշակի։ Հաջորդ,
Ինչ կառաջարկեք։ Երկրորդ մոդելին ասեմ ինքը ինչ սովորի որպես Y թիրախ։ Ամենաինտուիտիվ բանն է, էլի։ Այսինքն սխալի ուղումը անելուց ինչ պետք է անեմ։ Խաղում եմ Y-ի հետ, ոչ թե արդեն տողերի հետ, էլի, ես չեմ ասում։ Սրան ճիշտ է սարել, սրան սխալ։ Պրոստը ասում եմ կոնկրետ ինչքան է սխալվել։ Ես կարող եմ երկրորդ, հա, ասում եմ։ Հենց այդ սխալների վրա չի կարա սովորել։ Հենց Այո, այդ մեկ այո, այո։ մասին։ Այսինքն մի դեպքում, երբ որ մեր մոտ Y-ի թիրախը այդ իսկական արժեքներն էր իրա, մյուսին Y-ի թիրախը տալիս եմ սխալները։ Ինքը որտեղ պետքա իր գործը ինչի, որ ինքը ճիշտ գուշակի եղած արժեք է 4, 7 եւ այլն։ Ինքը մենակով չի աշխատելու։ Իր գործը նախորդ ծառին ուղղելն է։ Այսինքն ես եթե իրան տամ input ասեմ x1 x11 x12 ունես, փորձի գուշակել 1, ու ինքը օրինակ գուշակի 0.9։ Ես հետո եթե կարողանամ ասեմ 4 գումարած 0.9, ես կստանամ գուշակություն 4.9։ Արդեն 5-ին հավեսով մոտեցա։ Ու սա բանի գաղափարն է։ Այսինքն սկսի ինչ որ մի հատ մոդելից, վերցրու residual-ները, սխալանքները, այսինքն Y-ից հանած եղած արժեք։ Սարքի մոդել, որը գուշակում է այդ residual-ները, ու քո նոր մոդելը կդառնա հին մոդել գումարած իրականում մի հատ գործակից ենք վերցնում, ինչ որ տաու անգամ ու նոր մոդել։ Սենց որ անենք, արդեն ես որ 4.9 որ եղավ, իմ սխալանքը ստե կլինի 0.1, չէ՞։ Կհաշվեմ նորի վրա սխալանքները, ասենք 0.1, 0.4, մինուս 0.3։ Հաջորդ մոդելը կսկսի սովորել այս մի սխալանքները։ Ամեն մեկը հաջորդին ուղղում է։ Գրաֆիկով եթե սրան նայենք, հա, այստեղ մի հատ օրինակի վրա կար, այս շատ հավես ինգա բանով նայելու։ Բայց մի խոսքով, հա, սկզբնական ինչ-որ բան գուշակեցինք, նայեցինք արժեքը, սխալները, իրան բերեցինք թազա ճյուղավորեցինք, նոր արժեքները սարքեցինք ըստ էս մեր թազա մոդելի գուշակությունների, եւ դրանցով հաշվեցինք, գնացինք առաջ։ Այստեղ կարող պատկերացնենք, ոնց որ առաջի քայլից հետո մեր մոդելը այս է, այսպես է գուշակում։ Հաշվում են բոլոր սխալանքները, այստեղ 0-ի նկատմամբ արած, էլի։ Այսինքն այս վերջի կետը օրինակ իմ մոտ այս է, հեսա, այստեղ սխալանքը շատ է, այս է, այս կետի համար լավ մոտիկա եղա, սա մեր մոտ այս է։ Հիմա սարքում եմ մոդել, որ այս սրանք է հենց գուշակում։ Իրանց որ սարքեցի, բռնում գումարում եմ իրան այս նախորդին։ Այսինքն այս գազարագույնը իմ նախորդն էր։ Հիմա նայեք, այս կտորում, որ ինքը մեծ սխալներ էր անում, իրանց համար մի քիչ ինչ-որ արժեքներ եմ գումարել, նայեք, այստեղ մեծացել է։ Այս կտորի վրա էլ, որ մեկ սխալ էր բանը, մի քիչ նվազել է ներքև։ Այս հենց իտերատիվ առաջ գնալով, վերջը բավականին շուտ գալիս եմ հասնում եմ շատ ճկուն մոդելի։ Սա այստեղ 50 քայլ հետո ընդամենը 50 հատ պրիմիտիվ մոդելով է, արդեն ինքը այսպես լավ բռնացնում է օրինաչափությունը։ Ու սա ժողովուրդ, ոնց որ հատիկ ամեն մեկը մյուսի սխալ դզելը, վերջը իրականում լավ օգնում է զոբրիտ անել, էլի, որովհետև մենք ամեն մի հաջորդ ծառը տնկելուց կոնկրետ իրան ոնց որ ասում ենք հարցակվի է սխալի վրա։ Դրա համար ինքը շատ ագրեսիվ ձևով overfit է անում։ Հələ սրա ավելի ուրիշ մոտեցումներ կան, այնտեղ line search կոչվածով բաղադրություն, որ ել ավելի ագրեսիվ overfit է անում։ Բայց հա, եթե այստեղ ծառերի քանակը շատացնենք, ինքը կոնկրետ տեսնենք, որ ինչ-որ պահից ագրեսիվ overfitting է սկսում մեր մոդելը։ Այս ծառ boosting-ի ժամանակ շատ ընդունված բանն է մեր early stopping-ը, որ տեսնենք արդեն սկսում է անգիր անել, ասենք վсё հերիք է։ Հիմա ժողովուրդ, այս ամենին ասենք gradient boosting, չէ՞, բայց հələ gradient-ը մի տեսակ չի երևում։ Բայց այստեղ այս մեր residual-ներ հաշվելը ինքը իրականում հենց այս քառակուսային շեղումը որ վերցնենք, այսինքն y-f-ի քառակուսի հետ այսպես բանձով շարժում։ Իրան լիքտերել 1/2-ով եմ գրում, որովհետև ածանցիալ հաշվելուց հաճելի լինի ավելի։ Իր ածանցիալը մեր մոտ հենց այս residual-ն է։ Այսինքն աճիտ իր բացասական ածանց gradient է, էլի, բացասական gradient-ի ուղղությամբ ենք, չէ՞, մենք շարժվում։ Սա մեր մոտ հենց այս residual-ն է, որի ուղղությամբ որ մենք շարժվում ենք։ Եթե այստեղ գանք իրան հաշվենք ուրիշ բաների համար, ասենք բանի համար հաշվենք, log loss-ի համար հաշվենք, ելի նման բաներ ենք մեր մոտ ստանալու, էլի։ Այսինքն մեր այս արած process-ը ինքը gradient descent ոնց որ լինի, էլի։ Loss-ի gradient-ի հակառակ ուղղությամբ քայլեր ենք անում։ Բայց այստեղ քայլը ոչ թե կոնկրետ բռնի հաշվի ածանցիալ իրան դիր բանաձևի մեջ, այլ չէ, ոնց որ սովորի այդ բացասական gradient-ը, էլի։
ամեն մի ծառը բռնում սովորում է այդ նոր բանը, էլի։ Այսինքն ինքը sense որ ֆունկցիաների մակարդակով ենք անում ավելի շատ, էլի gradient descent, ոչ թե ֆունկցիայի կոնկրետ արժեքների մակարդակով։ Okay, ու այս function space gradient boosting-ը այդ Friedman-ը առաջարկած իր պսևդոկոդը ու նաև ինձ հավելյալ այդ գաղափարը ասում եմ էլ ավելի ագրեսիվ ձևով շարժվող, ասում եմ բռնի այս pseudo residual-ը հաշվին, այսինքն gradient-ի ածանցյալ հաշվի, որը լիքը դեպքերում այդ մեր ուղիղ ուղղակի սա է տալու, էլի ինչ որ սխալանքների դեպքում։ Բայց կարող է ինչ որ ուրիշ բանաձև լինի, էլի կարևոր չի։ Հետո բռնի սարքի մի հատ ինչ որ հասարակ մոդել, իրանց անվանում են base learner-ներ։ Ոնց որ իրանք են հիմքն են, պստիկ ֆունդամենտիկն են։ Սարքի, որը նվազեցնում է այդ մեր բան, pseudo residual-ը։ Հետո այս իրանց արած մոտեցումը ինչ է անում։ Ասում է, ես հիմա պետքա փորձեմ գուշակեմ ի վերջո ոնց որ կարամ ասեմ, որ ես գուշակում եմ իմ pseudo residual-ը ու նայեմ այս իմ HM-ը, չէ՞։ M-երորդ քայլում սա այդ պստիկ մոդելն է, էլի մեր այդ բային սարքած ծառիկը։ Կարամ sense իրան որպես խնդիր վարվեմ, բայց նաև կարամ հիշեմ, որ իմ ֆունդամենտալ մոտեցումն է, որ ես ուզում եմ ի վերջո այս իմ սրա գումարը, չէ, ինքը լավ աշխատի։ Հիմա հարց կար առաջանալ, ոնց որ ունեմ այս 3 հատը, 4-րդը որ ավելացնում եմ, ասցինք որ իրան մի հատ պարամետր չէ տալիս, ոչ թե պրոստը ոնց կա ուղիղ իրան գումարում են, չէ։ Նման կերպով ոնց gradient-ի դեպքում ոչ թե ասում ենք gradient-ը, ասում ենք alpha անգամ gradient-ը։ Այս սրան նաև ինչ որ տեղեր alpha են, հենց հիպերպարամետրի անունը գնում էլի, որտեղ լրիվ նույն իդեալական մաքուր նույն անալոգիան է։ Կարանք ասենք այս alpha-ն նենց ընտրի, որ այս սրա գումարը կակրած միանգամից նվազեցնի մեր սովորական եղած loss-ը։ Այսինքն մենք նայում ենք y-ին ու նախորդ գումարած այս ամեն ինչը։ Այսինքն ոչ թե նայում եմ 5 - 4 1-ը ու իմ գուշակություն 0.8-ը, այլ նայում եմ 4 գումարած 0.8 ու 5-ը, էլի։ Միտքը բավական նման է, մի քիչ ուղղակի վերաձևակերպած է, էլի խնդիրը։ Ու եթե ես սրան նայեմ, ես դե կարող եմ ասեմ, գիտես ինչ, արի ես այս իմ պարամետրը որ կա, այստեղ գաման օրինակ, արի իրան բռնեմ ընտրեմ, որովհետև այս բանաձևին եթե ես նայեմ, y-ը գիտեմ, f-ը գիտեմ, h-ը գիտեմ, մենակ սա է անծանոթ։ Իսկ մենակ սա պետք է ընտրեմ, էլի մնացածը սա հաշված է։ Սա որ միաչափ օպտիմիզացիայի խնդիր է վարում։ Ու իրար կարանք մեր օպտիմիզորած line search անենք։ Ու իրանով ընտրենք միանգամից ամեն մի պահի լավ արգումենտ։ Այդ նման է նրան, որ երբ որ gradient descent ենք անում, ասում ենք alpha-ն 0.01 ու ամեն մի քայլի բռնում հաշվում ենք, բայց այդ ժամանակ էլ ենք, չէ՞, ասում որ կարանք պրոստը gradient-ով շարժում ենք, ուղղությունը որ ֆիքսել ենք, ուղղակի նայենք այդ ուղղությամբ loss-ի տեղափոխությունը ամենալավ կետը որն է։ Օպտիմիզացիայի ժամանակ ես առաջարկել ենք, հետո ասել ենք, գիտեք ինչ, մեզ ամենալավը patch-ի, մեզ բավարար լավը հերիք է։ Այնտեղ armijo, wolf condition-ներ, բաման եւ այլն, այդ կտորը եթե ծանոթ չի կամ մոռացել եք, կարեք մի թեթե վերանայեք, այդ դա գաղափարի մակարդակով զուտ կարանք այս նույն կոնցեպտը լրիվ հավասար ձևով կիրառենք այս բանի դեպքում։ Այստեղ loss-ը կարանք ուրիշ ձև փոխենք նաև, պարտադիր չի ուղղակի բան հաշվենք, ոնց որ քառակուսային loss, այնտեղ հետաքրքիր բաներ կա, որ կարանք օրինակ բաշխումների, եթե ուզում ենք բաշխումներ ստանանք, ոնց որ մեր այս արած ամեն ինչը, երբ որ մենք ստանում ենք y արժեք, ինչ որ fx, իրան անվանում են mean regression, որտեղ ինքը մենակ մի հատ արժեք է մեզ տալիս, բայց կարանք մեր loss-ը փոխենք նենց բանի, որ տարբեր ոնց որ այս եղածին վերաբերվի որպես գաուսյան, մի քիչ չափից շատ եմ շեղում են կողմ, այլ շատ մատ վիճակագրության, վիճակագրական մոդելավորում եմ գալիս, բայց կարճ ասած կան ձևեր, որտեղ loss-ը ուրիշ loss ենք հաշվում ու դրա շնորհիվ կարանք ոչ թե ստանանք մի հատի գուշակություն, այլ գուշակությունից ենքով նաև confidence interval օրինակ, էլի, ուղիղ ձևով ստանանք, էլի, ոչ թե boosting-ի տրյուկերով։ Թու արա, էլի boosting տերմինն է, որին ասում ենք boosting-ի տերմինը ինքնատնի բան, վիճակագրության մեջ է մեր իմացած boosting-ը, որ մի քանի տողեր ընտրում էինք, իրանցով գուշակություններ էինք ստանում ու ստանում էինք բան, confidence interval-ների գաղափար։ Այդ դրա մասին չէի ասում, էլի։ Այսինքն դրա մասին էի ասում, ես մեր իմացած boosting-ի մասին չէի ասում։ Ու ոնց որ log loss-ի դեպքում էլ, եթե կլասիֆիկացիա ենք անում, սա նույն գաղափարներ, ոնց որ նույնիսկ ոնց ծառն էինք ասում, ռեգրեսիա կլասիֆիկացիա նույն բանն է, նույն մեր կարտն է, classification regression trees։ Նույնիսկ ստեղ ենք նույն ամեն ինչ անում, ուղղակի ոնց որ բանաձևն է մի քիչ փոխվում, էլի արդեն logos-ի մակարդակով ենք շարժվում, ու իրան էլի նույն ձև, ոնց որ ամեն մի տողի համար ասում ենք
փորձում ենք բերել ձգել դեպի 0-ին, էլի ինչքան սխալված լինի։ Ուհա, այս ամեն ինչը որ անենք jigger-ով overfit կլինենք։ Այստեղ ունենք իրականում տենց 3 հատ զրթիկ բանանելու, ձգել, թուլացնել, խաղալու հետը, ու իրարից interchangeable են, մեկը մյուսից կախված է։ Առաջին ամենահասարակը այն estimators-ն է։ Այսինքն եթե ասեմ մի հատ ծառ եմ օգտագործում, դա կնշանակի գուշակում եմ միջին կամ գուշակում եմ մոդ մեդիան, կախված թե loss-ը ինչ է, էլի։ Երկու հատը արդեն կասի լավ, այսինքն ինչ-որ ինչ բան անեմ եւ այլն։ Ինչքան շատ, այդքան ավելի ուժեղ overfitting։ Մի հատ ուրիշ բան որ անում են, դա նա որ կարանք օրինակ շատ սարքենք, հետո կտրենք։ Ես օրինակի համար ամեն դեպքում միշտ սիրում եմ մոդելը որ սարքել եմ, բռնեմ նայեմ տնամ քանի հատ ծառ կարամ մեջից շպրտեմ ու ինքը այդքան շատ չվատանա, որովհետև ի վերջո ինչքան քիչ ծառ օգտագործեմ, այդքան արագ է աշխատելու ամեն ինչ, այդքան քիչ հիշողություն է պահանջելու։ Ամեն ինչ ավելի քիչ է։ Ոնց որ մենք սիրում ենք ինչքան նորա մինիմալ ձևով բոլոր խնդիրները լուծել, էլի։ Բայց այդ մեր մի հատ այն estimators-ն է։ Փոքրացրեցի, շատ փոքրացնենք, underfit կանենք, շատ մեծացնենք, overfit կանենք։ Իդեալականը կընտրենք բզբզալով, դե hyperparameter tuning եւ այլն եւ այլն։ Մյուսը max depth-ն է, որտեղ ասացինք, օքեյ, կարանք ուղղակի primitive sense կիսվող ծառեր անենք, բայց նաեւ կարանք ասենք, արի մի քիչ ավելի քիչ ծառ սարքեմ, ուղղակի անեմ մի ծառը, թող մի քիչ ավելի խելոք լինի։ Որտեղ սարքեմ, օրինակ max depth-ը դնեմ 2։ Այստեղ շա նաեւ կախված է նրանից, թե մենք այս մի քիչ գալիս ենք բանի քաղաք թեմային, մեկնաբանելի ML-ի, այդ interpretable machine learning-ի, որ հետո ենք նայելու։ Բայց եթե խորություն դնում ենք 1, ինքը մենակ հիմնական էֆեկտներն ունենում, այսինքն կոնկրետ x1-ը ոնց է ազդում կամ x2-ը ոնց է ազդում։ Եթե օրինակ դնենք 2, արդեն ինքը կսկսի interaction-ներ սովորել, այսինքն իրանց համագործակցությունը ոնց է ազդում։ Ինչը նաև հաճելի բան է մեր համար, էլի, ու ասենք 3, 4 եւ այլն իրանց անվանում են interaction-ի կարգ։ Ինչքան բարձր լինի մեր interaction-ի կարգը, այդքան խորը ծառ ոնց որ, այդքան ավելի հեշտ overfit կարողանի։ Բայց օրինակ եթե ծառերը խորն է, կարանք քիչ օգտագործենք իրարից։ Սրա համար է ասում էլի, որ մեկը մյուսից կախված է։ Հետո մեր learning rate-ն է, alpha tau նայած որտեղ ենք։ Իրեն նաև shrinkage են անվանում, ուրիշ ձևով, կամ step size։ Հազար մի անուն ունի, էլի, որտեղ բոլորն են ինտուիտիվ են։ Էս էլ նա թե ոնց որ երբ որ այս խալանքը հաշվեցինք, այդ բանի ուղղությամբ ինչքան ենք քայլում, էլի։ Այդ ոնց որ մեր ալֆա անգամ գրադիենտի մեջի ալֆան է, էլի լրիվ նույն։ Փոքր քայլեր ավելի տենց ստաբիլ, դանդաղ շարժ, ոնց որ ուշ լինի մոտեցումը, նուշ կլինի, բայց կարող է ոնց որ երկար տևի։ Դրա համար ոչ շատ մեծ ենք ուզում, ոչ շատ քիչ փոքր ենք ուզում, էլի։ Էլի բզբզալիք է։ Սա մեր gradient boosting-ներ, որին կարանք նաև գումարենք մեր նախորդ նայած random forest-ի գաղափարից bagging-ը, կա նաև stochastic gradient boosting, ոնց ունենք stochastic gradient-ից։ Սա ուղղակի ասում է բռնի այս արածդ, որ ասում էր այս տվյալները վերցրեցի, սարքեցի, սխալանքները նայեցի, սխալանքի ինքով հաջորդը սարքեցի, արա ամեն անգամ մի քիչ ավելի քիչ ծառատողերի վրա։ Այսինքն գիտենք, որ overfit անելու boosting-ը, գիտենք, որ bagging-ը overfitting-ի դեմ պայքարում է, այդ երկուսը ոնց որ միավորում ենք իրար ու նոր ծառերը սարքելուց օգտվում ենք ինչ որ մի մասից բանի, տողերի մի մասից կամ նաև գուցե սյուների մի մասից։ Ինքը դառնում է հավելյալ ռեգուլարիզացիա։ Ինչպես նաև ավելի արագ է աշխատում, որտեղ մեր ծառերը ավելի փոքր են դառնում, էլի։ Այս էլ Friedman-ը մի տարի հետո են տպել։ Բայց հա, սրանք XGBoost, AGBM ամեն ինչում օգտագործվող են, hyperparameter են հավելյալ, էլի։ Լավ, մի հատ նախտեսություն ասեմ, SQL-օրնում սա էլի կա, gradient boosting-ը անունը։ Բայց ոնց որ SQL-օրնինը շատ տուզիկ է արդեն, էլի։ Հեսա օգտվելու ենք իսկական տենց տեղին կարգին գրադարաններից, որ հենց սրա վրա կենտրոնացած են, ու մեր հաջորդ լեկցիան կակրաս ինելու է իրենց մեջի համով կտորները մի քիչ ավելի մանրամասնել, շատ չենք խորանալու, որտեղ շատ անհրաժեշտություն չկա, բայց ինչ որ հետարքիր իդեաներ ամեն դեպքում մեջներից վերցնելու ենք, էլի։ Ու հա, ուն մեկ էլ նայելու ենք blending ու stacking ու voting-ի մասին, որ մոդելները իրար միավորում է այլ ավելի ուրիշ մակարդակով,
այնտեղ meta learner-ի գաղափարի մասին ենք խոսելու։ Բայց մի խոսքով, այդ սա հեսա հաջորդ լեկցիան է։ Մի քիչ ռոմանտիկ նոտայի բերելու համար հիշենք, որ մեր մոտ ամեն ինչի հիմքը շատ պրիմիտիվ հասարակ մոդելն է դեռ։ Ու այս մեր երկու մոտեցումները, որոնք որ երկուսն էլ երևի կհամաձայնվեք, որ բավականին ինտուիտիվ են, այսինքն ինչ որ գժական միտք չի, էլի որպես այդպեսին։ Արել եմ, սխալվել եմ, մյուսը սխալների վրա կկենտրոնանամ parza։ Այս սրանք գալիս հասնում են նրանց արդյունքների, որ լրիվ ստանդարտ մոտեցում են ու ինչ որ թիթիզ-նիթիզ նեյրոնային ցանցերին ծառերի դեպքում տենց ուղղակի ծալում դնում են մի կողմ։ Ու հա, հաջորդը արդեն կնայենք այդ ավելի սպეციფიկ ալգորիթմները։